Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում, միասին պատրաստելու ենք կրեմով բուլկիներ, շատ գեղեցիկ են ստացվում և շատ համեղ, իհարկե մենք ամեն ինչով պատրաստել ենք, կրեմով դեռ չենք պատրաստել, ուրեմն մեզ հարկավոր է ալյուր, կաթ, գոլից տաք կաթ, շաքարավազ, բուսայուղ, 2 ձվի դեղնուց, աղ և խմորիչ, սա միայն խմորի համար, ուրեմն առաջին հերթին կաթը, արդեն նշեցի, գոլից տաք է, ավելացնում ենք խմորիչը, 25 գրամ խմորիչը մեզ հարկավոր, ավելացնում ենք շաքարավազը, ավելացնում ենք աղը, և ավելացնում ենք ձվի դեղնուցը։ Երբ որ համոզվում ենք շաքարավազը հալվել է ամբողջովին, ավելացնում ենք արդեն ալյուրը մաղելով։ Անպայման մաղում ենք ալյուրը, 550 գրամ մեզ ալյուր է հարկավոր, այսպես պայմանական, որովհետև մի քանի անգամ ես արդեն նշել եմ, որ ալյուրները մեզ մոտ տարբեր են լինում, անպայման պետք է 2-ից 3 անգամ ավելացնել և ստուգել։ Մեզ հարկավոր է թույլ, խմոր, ոչ շատ պինդ։ Նորից ենք ավելացնում ալյուրը, որքան հնարավոր է, սիրելի բարեկամներ, բահիկով կխառնենք, որից հետո արդեն ձեռքով կհունցենք։ Խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Սեղանի վրա ենք սկսում հունցել, սիրելի բարեկամներ։ Ես ավելացրել եմ ալյուրը ամբողջովին։ Այսպիսի խմոր ենք ստացել, մոտավորապես 5 րոպե ես հունցել եմ և ստացել ենք մի փոքր, տեսնում եք ձեռքերին կպչող խմոր է, հիմա նորից տեղափոխում ենք ամանի մեջ մեր և հունցելու ենք արդեն բուսայուղի հետ։ Ստացել ենք այսպիսի փափլիկ խմոր, սիրելի բարեկամներ։ Հիմա ամանը արդեն բուսայուղոտ է, նորից տեղավորում ենք ամանի մեջ և դնելու ենք տաք տեղ, մինչև բարձրանա մեր խմորը։ Ծածկում ենք
սննդային թաղանթով և սրբիչով։ Ինչ մեր խմորը կբարձրանա, սիրելի բարեկամներ, մենք միասին կպատրաստենք կրեմը։ Պատրաստում ենք արդեն կրեմը։ Ուրեմն կրեմի համար մեզ հարկավոր է կաթ, ավելացնում ենք վանիլինը, քանի որ լինելու է վանիլային պուդինգ, վանիլը մի փոքր շատ ենք վերցրել, մեկ ճաշի գթալ շաքարային վանիլը բավական է։ Շաքարավազն ենք ավելացնում, մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք եգիպտացորենի օսլա, մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք վերջում մեկ թեյի գթալ կուրկում։ Այս բոլորը միասին եփելու ենք մարմանդ կրակին, մինչև ստանանք կրեմայի զանգված։ Վերջում կավելացնենք կարագը։ Մեր կրեմը արդեն պատրաստ է, այսպիսի զանգված ենք ստացել, ավելացնում ենք կարագը, 50 գրամ մեզ կարագ է հարկավոր և խառնելու ենք, հենց այսպես տաք վիճակում խառնելու ենք, որպեսզի հալվի կարագը։ Պատրաստ է արդեն մեր կրեմը, կարագը ամբողջովին հալվել է։ Բարեկամներ, տեղափոխում ենք կրեմը մի հարմար ամանի մեջ, որպեսզի ծածկենք խոհանոցային թաղանթով։ Այսպիսի կրեմ ենք ստացել։ Ավելի շատ պուդինգի է նման։ Թաղանթը անպայման հպելու ենք կրեմի, որպեսզի ոչ մի տեղից չհասցնի չորանալ կրեմը։ Կթողնենք սենյակում, մինչև հասնի սենյակային ջերմաստիճանի, սառնարան պետք չէ դնել։ Այսպես բարեկամներ, սպասենք մինչև խմորը բարձրանա ու շարունակենք։ Խմորը պատրաստ է արդեն, շատ լավ է բարձրացել, սիրելի բարեկամներ։ Մոտավորապես 1 ժամ տևեց, մինչև խմորը բարձրացավ։ Ուրեմն մի փոքր մեր գորգը բուսայուղ ենք անում, կրկնակելու ենք հիմա խմորը։ Փոքր այսպես ուղղակի գունդ ենք անում և բացելու ենք հիմա մեր խմորը։ Ուղղանկյուն ենք բացելու։ Ուրեմն խմորը բացում ենք այսպես ուղղանկյուն, բավականին մեծ և կրեմը շատ
հարթ քսելու ենք խմորի վրա։ Այսպես հարթ քսել եմ արդեն կրեմը, բարեկամներ։ Հիմա կտրելու ենք, բաժանելու ենք մասերի։ Բաժանեցինք մասերի արդեն։ Սիրելիներիս, հիմա ռուլետի նման փաթաթելով արդեն ձևավորում ենք մեր բուլկիները։ Այսպես։ Ավարտեցի արդեն, հիմա ծածկելու ենք, որպեսզի մի քիչ բարձրանա, որից հետո նոր ձուկը քսենք ու արդեն կթխենք։ Շատ լավ բարձրացել է արդեն մեր խմորը, բուլկիները, հիմա այստեղ ունեմ մեկ ձվի դեղնուց և մեկ ճաշի գթալ կաթ ձու ենք քսում, զգուշությամբ, որովհետև որ բարձրանում են, արդեն շատ փափուկ են։ Թխելու ենք 180 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով։ Բարեկամներ, պատրաստ են արդեն մեր բուլկիները, շատ տաք է, հենց նոր եմ հանել, ուրեմն կսպասենք մի փոքր սարի ու կհանեմ արդեն ձևամանից, տեսեք այսպիսի գեղեցիկ բուլկիներ ենք ստացել և իհարկե շատ համեղ։ Բարեկամներիս, հուսով եմ կպատրաստեք անպայման, կփորձեք իհարկե, որովհետև շատ համեղ է լինում այս կրեմով բուլկիները և իհարկե յուրահատուկ։ Այսպիսի գեղեցիկ բուլկիներ ենք ստացել, բարեկամներիս։ Ստացանք շատ գեղեցիկ և իհարկե շատ համեղ բուլկիներ։ Խնդրում եմ դուք անպայման փորձեք, համոզված եմ, որ ձեզ դուր եք գալու։ Շնորհակալություն, որ ինձ հետ եք, շնորհակալություն, որ շարունակում եք հետևել ինձ, բոլորիցդ անսահման շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։